Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, բարով եք եկեք դալարիկ, ես բոլոր թեր տրագրերի ծանոթ եմ, թեր երկու դաշինք է և մեր բարգավաճ Հայաստան, եթե միանակ, միասին, ես մեծ հույս ունեմ, որ կմիանակ, այս դրությունից մեր ժողովրդին կհանեք, որովհետև սա ազնական հաշիվ չէ, սա երկրի իմիջի հարցն է, մենք հայ կդառնանք, թե կմնանք այս վիճվածքին, ես այդպես եմ անվանում այսօրվա վարչապետին, սա Թուրքի գործակալ է, կարող եք հարցական ասել, ես խնդրում եմ, այսօրվա այս հավատում եմ նախարարները, սա ինչ շորշոպ է թապես սրանց կախինը, որ անկապ նախադասություններ ասելով, ոչ մեկը մեղը չի ասում, այ մեծարգով վարչապետ, թուրքն եկել նստել ամեն տարածքի վրա, դու մեկի հոամաստ ես առնում, մեկի կորուպցիայի մեջ ես բռնում, կորուպցիա է, եթե ինքը իր կնոջ հետ գնում է, չգիտեմ, Չինաստան կամ չգիտեմ Սինգապուր, դու Սինգապուրից է գիտես, գնում է իր կնոջ հետ նկարվի, Սեֆյանի, երկու առավ, նստավ վիրևը նկարվավ, մեզ ունի 37 միլիոն դոլար, ես ինչքան կորուպցիա է, եթե մեկը պազոր բան առնում, ավտոմատ, պազոր չի առնում, ես այդ ուղեղով ոնց է աշխատում, հələ մասնա նախարարներին նայ, որի առողջապահության նախարարը կրթություն չունենա, կայդպես է նախարար, որը պոնչի գուտելով իրա վարչապետի հետ, թուղթեր հետ դա ուդում, կուկուզներ կրդելով, ինքի թևը պարում է, հրմա թող կորիք իլանեկաները մրդեր կամ հիվանդանոցներ, դեն իրա հաստային ինչ են ասում, չգիտեմ ամեն ինչ, հուշը մտած մատ է գնում է կանում է հերթի, իսկական ով որ առողջություն ունի, նա հերթ է կանում, գոնե տարբերություն դներ, թե մարդկա իսկական հիվանդ է, մարդկա չնած, սա ես վերադական եմ ասում, իմ ասելն է պարոն Քոչարյան, դու կյանք տեսած, ուղի անցած մարդ ես, եկել ես, որպեսզի այս նախարարներից, գիտեմ որ կմիանաք, երեք հատ այդ ուղեղներով կաք, ես շատ լավ գիտեմ, Գայիկ Ծառուկյաններ, մեր Սամվել Կարապետյաններ, միացեք, այնպիսի կառույց ստեղծեք, այնպիսի նախարարություն, որոնք անցած ճանապարհ ունենան, գյուղատնտեսություն իմանան ինչ բան է, հիմի գյուղատնտեսություն կա, եթե դու տարվա գյուղատնտեսություն դալարիկու, ինքդ հիմի տնես խաղը վարդու, ավելուկի քոք իրարի չի ջոգում, էկոնոմիկայի նախարարը Պաբոյան է, պաշտպանության նախարարը քանակած է բոլոր կառույցները տեղին, ես գիտեմ դուք կանեք, միացեք մեր Թաղարդերյան, մեր երկրատի ոսկե թասի Միլասյանը, շատ լավ գիտեն, միրա հայրի գիտեն, տնողներն են, ոսկե թասի Շնորհակալություն։ Շնորհակալություն, ապրեք, նայեք։ Կոռուպցիայի վերաբերյալ, քանի որ հնչեց, պարտքը հասցրել են, պետական պարտքը 15 միլիարդ դոլարի։ Հիմա ես մի համեմատություն բերեմ Լինսի ծրագրով ամբողջ ծրագրի գումարը եղել է մոտ 230 միլիոն դոլար։ Այդ 230 միլիոն դոլարով այնքան բան է կառուցվել, որ ես կարող եմ մի շաբաթ գնալ եւ ցույց տալ Երևանում, Աղետի գոտում, այդ դպրոցներ, փողոցներ, կամուրջներ, թունելներ, շենքեր, ինչ ասես չենք սարքել 230 միլիոն դոլարով։ Լավ, ինֆլյացիան բանը վերցնենք, այն ժամանակվա գները հո դառնա 400 միլիոն դոլար։ Դուք 8 միլիարդ դոլարով պարտքը ավելացրել եք, հասցրել եք 15-ի։ Ինչ եք սարքել 8 միլիարդ դոլարով։ Կարելի էր այս երկիրը դրախտ սարքել այդ պարտքերով։ Ուղղակի համոզված եմ, այդ գումարի մի զգալի մասը մխսվել է, գնացել է անհայտ ուղղություններով, համոզված եմ ինչ որ կրիպտո կոշելյոկներով, հիմա այդ բանն է, չէ, այդ կրիպտոյի մեջ են մտել, որ հետքեր չթողել։ Չեմ կասկածում դրա մեջ, բայց մեկը տեղը գտնելու ենք եւ հետ ենք բերելու։ Բանը չի անում, տենց կարտոֆել են ուտում, իբրև ժողովրդի մոտ ենք։ Եթե կարտոֆիլով ժողովրդի
մոտ ես ուզում լնես, պարքիվավճարով էլ ժողովրդի մոտ եղել։ 7 միլիոն միայն նոր տարվան նվեր են ստանում նախարարները պարքիվավճարի ձևով։ Կիսվեք ժողովրդի հետ։ Մենակ հո կարտոֆիլ կուկուրուզ ուտելով չի։ Համաձայն եք։